ֆրանս-հայկական բարձրաստիճան հանդիպում Երևանյան սրճարանում։ Այս տեսանյութը պատկերում է բարձրաստիճան պաշտոնյաների ոչ պաշտոնական հանդիպումը Երևանի սրճարաններից մեկում։ Հավաքույթին մասնակցում են Հայաստանի վարչապետը, նախագահը, ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Չնայած սղրագրության մեջ առկա խառը լեզվական հատվածներին, պարզ է դառնում, որ տեսարանը ներկայացնում է դիվանագիտական մտերմիկ մթնողորդ։ Լրատվամիջոցի կողմից հրապարակված այս կադրերն ընդգծում են հայ և ֆրանսիացի առաջնորդների միջև առկա ջերմ փոխհարաբերությունները։ Նմանօրինակ հանրային շփումները հաճախ ծառայում են որպես քաղաքական համերաշխության խորհրդանիշ։ Այ, բարի գալուստ, որտեղ մենք բազմակողմանիորեն եւ բավականին խորությամբ վերլուծում ենք բարդ հարցերը, ներկայացնելով տարբեր հաճախ հակադիր տեսանկյուններ, այսօր քննարկելու ենք դիվանագիտությունում տեսանելիության ու բովանդակության հարաբերակցությունը։ Հա, եւ անելու ենք դա մի շատ կոնկրետ, ես կասեի աննախադեպ տեսարանի օրինակով։ Ճիշտ է։ Պատկերացրեք մի իրավիճակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարը, խոսքը Ֆրանսիայի նախագահի մասին է, եւ Հայաստանի ողջ քաղաքական վերնախավը պարզապես նստած են սովորական մարդաշատ Երևանյան սրճարանում։ Ու շուրջը կատարյալ քաոս է, այսինքն անցորդները շրջապատել են նրանց, հեռախոսներով նկարում են, ուղիղ եթերներ են մտնում, ֆրանսերեն բացականչում են։ Հենց դա է։ Ոչ մի դատարկված փողոց, ոչ մի ստերիլ տարածք։ Ու մեր հիմնական հարցն այսօր սա է. արդյոք այս ծայրահեղ ոչ ֆորմալ հանդիպումը վկայում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև առկա խորը անխզելի դաշինքի մասին։ Թե սա, ոնց որ շատերն են ասում, ավելի շատ արտաքին էֆեկտների վրա հիմնված պերֆորմատիվ քայլ է, որը զուրկ է որևէ ծանրակշիռ աշխարհաքաղաքական բովանդակությունից։ Եվ հենց այս երկրորդ մոտեցումն էլ ես եմ ներկայացնելու։ Իմ համոզմամբ սա ուղղակի վիրուսային կոնտենտ ստեղծելու միտված PR ակցիա է, որը չի կարող փոխարինել իրական անվտանգային ինստիտուցիոնալ երաշխիքներին։ Իսկ ես պնդում եմ ճիշտ հակառակը։ Արարողակարգի այս իսպար բացակայությունը ցույց է տալիս բացառիկ դիվանագիտական վստահություն։ Դա ուժեղագույն դիվանագիտական ուղերձ է, շատ ավելի խոսուն, քան դիվանագիտական չորս տեքստերը։ Սպասեք, ուզում եք ասել, որ սա վստահության նշան է։ Կներեք, բայց ես ուղղակի դրան չեմ հավատում։ Իսկ ինչու՞ չէ։ Եկեք տրամաբանենք։ Ֆրանսիայի նախագահի անվտանգության ծառայությունը աշխարհի ամենալուրջ կառույցներից մեկը պարզապես թույլ կտար իր երկրի ղեկավարին հայտնվել անվերահսկելի ամբոխի մեջ զուտ մի քանի լայք հավաքելու համար։ Դա անհավանական է։ Դե անվտանգությունը միգուցե ապահովված է։ Բայց հենց դա է հարցը։ Որպեսզի նրանք կարողանան հանգիստ սուրճ խմել, հատուկ ծառայությունները պետք է ունենան, գիտեք, փոխադարձ վստահության բացարձակապես անթերի մակարդակ։ Սա նման է ՏՏ ոլորտի open source, այսինքն բաց կոդով ծրագրերին։ Դասական դիվանագիտությունը փակ ծածկագիր է։ Ոչ ոք չգիտի ներսում ինչ կա։ Իսկ այստեղ նրանք դուրս են գալիս հանրության առաջ ու ցույց են տալիս, տեսեք, մեր դաշինքն այնքան օրգանական է, որ նույնիսկ այս քաոսի մեջ այն լիովին ապահով է։ Շատ գեղեցիկ անալոգիա է, դա չեմ կարող հերքել, բայց խնդիրն այն է, որ բաց կոդով ծրագրային ապահովումը չի կարող պաշտպանել քեզ հրթիռային հարվածից, հասկանում եք։ Հասկանում եմ, թե ինչու եք այդպես մտածում, բայց թույլ տվեք։ Ավարտեմ միտքս։ Դուք խոսում եք անվտանգության ծառայությունների վստահության մասին։ Դա հիանալի է, բայց դա դեռ պետական մակարդակի պաշտպանական դաշինք չէ։ Իրական դիվանագիտությունը տեղի է ունենում հենց այդ փակ դռների հետևում, որտեղ քննարկվում են զենքի տեսակներ ու լոգիստիկա։ Երբ դու փողոցում ես ու քո շուրջը բղավում են, դու անում ես ամեն ինչ, բացի ռազմավարական պլանավորումից։ Ես վստահ չեմ այդ տրամաբանության, որովհետև ֆորմալ արարողակարգի բացակայությունը։ Բայց նայեք աղբյուրին։ Լսել եք տեսենյութի ձայները։ Բազմալեզու խառնաշփոտ է։ Մեկը ֆրանսերենով բղավում է, մեջբերում եմ «Viens, Xigro, ya monsieur Macron ici», ինչը նշանակում է «Արի, ախպեր, պարոն Մակրոնն է ստեղ»։ Հա, շատ բնական արձագանք է անցորդի կողմից։ Բայց նկատում եք վերաբերմունքը, ախպեր Մակրոնն է ստեղ։ Մարդիկ արձագանքում են դրան որպես հայտնի կինոաստղի տեսնելու երևույթի։ Դա իջեցնում է լուրջ քաղաքական օրակարգը սովորական TikTok-ի կամ Facebook News-ի դիտումներ ապահովելու մակարդակի։ Լավ, ընդունում եմ, Բարտակուս, դա կարող է հենց այդպես էլ ընկալվել դասական դիվանագետի աչքով, բայց արդյոք մենք չենք թերագնահատում հենց հանրության դերը։ Դուք ասում եք Facebook News, բայց հիմա գոյություն ունի բաց աղբյուրների հետախուզությունը, OSIT։ Հա, իհարկե գոյություն ունի։ Եվ թշնամի պետությունների վերլուծաբանները նայում են այս կադրերը ու տեսնում են, որ հասարակությունը անկեղծ օրգանական ոգևորությամբ է ընդունում Ֆրանսիայի ղեկավարին։ Սա շատ ավելին է, քան պարզապես լավ տրամադրություն։
Միթե քաղաքացիներին դիվանագիտական գործընթացի մասնակից դարձնելը լավագույն միջոց չէ ամուր աջակցություն ձևավորելու համար։ Որպես հանրային դիվանագիտություն գուցե։ Դա փափուկ ուժի դրսևորում է, ու դա անմիջապես ազդում է հակառակորդի զսպման վրա։ Եթե մտածում են ագրեսիայի մասին, տեսնում են այս աներևակայելի ամուր էմոցիոնալ կապը, որը նշանակում է ցանկացած հարված արթնացնելու է ֆրանսիական հանրության կոշտ հակազդեցությունը։ Դա համոզիչ փաստարկ է, բայց արդյոք հաշվի առել եք օպտիկսի վտանգները։ Որ իմաստով։ Այն իմաստով, որ տեսանելի էֆեկտները կարող են խաբուսիկ լինել։ Դուք պնդում եք, որ տեսանյութն ինքնին զսպող մեխանիզմ է, բայց եկեք իրատես լինենք։ Օտարերկրյա լուրջ վերլուծաբանը կգրի իր զեկույցում։ Հանրային բարձր ներգրավվածություն ապահովվեց, սակայն ոչ մի իրավական պարտադիր դաշինք չստորագրվեց։ Դա պարզապես ժամանակի հարց կարող է լինել։ Բայց տեսանյութում մարդիկ քննարկում են, մեջբերեմ նորից։ Facebook News, Armenian Views 600-645։ Սա աբսուրդ է։ Էգզիստենցիալ վտանգի առաջ կանգնած պետության արտաքին անվտանգությունը չի չափվում լայվի դիտումներով։ Երդա չեմ պնդում, ես ուղղակի ասում եմ, Սպասեք, իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ նման դրվագները Հայաստանի հանրության մոտ ստեղծում են անվտանգային պաշտպանվածության կեղծ պատրանք։ Սովորական քաղաքացին մտածում է, վերջ, մենք Ֆրանսիայի անմիջական պաշտպանության տակ ենք, բայց իրականում դա ընդհանրապես ստվարաթղթե վահան է, երբ գալիս է ճգնաժամը, լայքերը զինամթերք չեն դառնում։ Անվտանգային պատրանքի արգումենտը բավականին լուրջ է, համաձայն եմ, բայց դուք դիտարկում եք տեսանելիությունն ու բովանդակությունը որպես իրար բացառող բաներ։ Իսկ ես կարծում եմ, որ դրանք սինխրոն են աշխատում։ Ինչպես։ Դե տեսեք, ինչու է Ֆրանսիային պետք այս դրվագը, որովհետև նրանք փորձում են հաստատվել Հարավային Կովկասում։ Քայլելով Երևանում Մակրոնը աշխարհին հաղորդում է, որ իրենք այստեղ իրենց զգում են տանը։ Դա զսպող նշանակություն ունի։ Ավելի շուտ զրոյական ռիսկով PR է իրենց համար։ Բայց նաև հող է նախապատրաստվում։ Դուք չեք կարող ստորագրել լուրջ ռազմական պայմանագիր, եթե հասարակությունները դրան պատրաստ չեն։ Այս սրճարանային հանդիպումը իր այդ in live անմիջականությամբ ապահովում է փակ դռների հետևում կնքվելիք պայմանագրերի լեգիտիմությունը։ Եթե մարդիկ ցնծում են փողոցում, վաղը խորհրդարանում քվեարկելը շատ ավելի հեշտ կլինի։ Սա ռազմավարական հաղորդակցությունն է։ Կներեք, բայց դա նաև ռիսկային պրովոկացիա է։ Մենք խոսեցինք զսպման մասին։ Զսպումը աշխատում է, երբ հակառակորդը գիտի, որ հարվածի դեպքում կստանա կոշտ ռազմական պատասխան։ Իհարկե։ Եվ երբ դու ունես ընդամենը օպտիկս, հուզական եւ վիզուալ շոու առանց ռազմական հստակ պարտավորությունների, դու չես զսպում հարևաններին, դու գրգռում ես նրանց։ Նրանք տեսնում են, որ արևմտյան տերությունը խորանում է այստեղ, եւ քանի որ հասկանում են, որ կոշտ պայմանագիր դեռ չկա, դա նրանց դրթում է գործել արագ, մինչեւ այդ կադրերը կդառնան իրական զենք։ Բայց ո՞րն է այլ ընտրանքը։ Թաքնվել։ Այլընտրանքը իրական գործ անելն է։ Իսկ սոցցանցերի ալգորիթմների հիշողությունը չափազանց կարճ է։ 3 օրից այդ լայվը կմոռացվի։ Պետության գոյաբանական անվտանգությունը չես կարող կառուցել Facebook-ի ալգորիթմի վրա։ Դե գիտեք, ալգորիթմը կարճատև է, բայց ենթագիտակցական նարատիվը ոչ։ Երբ ՀՀ վարչապետը, նախագահը եւ ԱԺ նախագահը նստած են այդտեղ Մակրոնի հետ, նրանք վիզուալ կերպով ձևակերպում են պետական համաձայնություն։ Դա մեկ անձի ցանկություն չէ, դա ինստիտուցիոնալ ընտրություն է։ Եթե նույնիսկ այդպես է, պետական ապարատի բոլոր թևերի կենտրոնացումը մեկ սրճարանում կարող է նաև հուսահատության նշան ընկալվել։ Կարծես այնքան մեծ անվտանգային պակասորդ ունենք, որ փորձում ենք մեկ բաժակ սուրճի մեջ խտացնել մեր բոլոր ակնկալիքները։ Ֆրանսիական դիվանագիտությունը շատ հմուտ է։ Մի քանի ժպիտ, մի քանի սելֆի եւ իրենք ունեն հավատարիմ դաշնակցի իմիջ նվազագույն ռեսուրսներով։ Բայց միթե ժամանակագից աշխարհում քաղաքական լիդերները ստիպված չեն լինել նաև ինֆլուենսերներ։ Այսինքն, եթե չես գրավում մարդկանց ուշադրությունը, դու պարտվում ես ինֆորմացիոն պատերազմում։ Համաձայն եմ, ուշադրությունը կարևոր է, բայց երբ դու հաղորդակցությունը փոխանցում ես ամբողին, այն ենթարկվում է ամբողի հույզերին։ Մի օր հիացմունք է, մյուս օրը զայրույթ։ Դասական դիվանագիտությունը վերահասկելի է հենց հուզական տատանումներից խուսափելու համար։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք չխաբվենք այդ գայթակերիչ գործիքակազմով։ Այն չպետք է փոխարինի հիմնաքարային պայմանագրերին։ Դե ինչ, կարծում եմ մեր մոտեցումները թեև խիստ հակադիր են, շատ լավ ուրվագծեցին այս խնդրի բազմաշերտությունը։ Մենք երկուսն էլ համաձայն ենք, որ Երևանի սրճարանի այս տեսարանը պատմական էր իր ձևաչափով եւ լուրջ դիվանագիտական ակտ էր։
Պարզապես ես վստահ եմ, որ արարողակարգի այս մերժումը ցույց է տալիս բացառիկ վստահություն։ Դա բաց կոդով դիվանագիտությունը, որտեղ հանրային ոգևորությունը լեգիտիմացնում եւ հզորացնում է դաշինքը։ Իսկ ես կրկին վերահաստատում եմ, որ որքան էլ շոուն վարակիչ լինի, PR-ը եւ ինստիտուցիոնալ քաղաքականությունը պետք է տարանջատել։ Օպտիկս առանց ծանրակշիռ ռազմաքաղաքական փաստաթղթերի ստեղծում է պաշտպանվածության վտանգավոր պատրանք, բերելով ավելորդ ռիսկեր այս բարդ միջավայրում։ Միանշանակ, եւ ի վերջո 21-րդ դարում պետական կառավարումը անդառնալիորեն փոխվել է։ Մենք այսօր հաղթողներ չենք հռչակում, քանի որ տեսանելիության ու բովանդակության այս բարդ պայքարը դեռ երկար է շարունակվելու։ Հուսով ենք մեր ունկնդիրները կշարունակեն ինքնուրույն վերլուծել այս ամենը, երբ հաջորդ անգամ տեսնեն համաշխարհային առաջնորդներին սովորական սրճարանում։ Շնորհակալություն մեզ միանալու համար, մինչ նոր հանդիպում